Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նախագահը հրադադար է խնդրում։ Նրա խոսքով Վաշինգտոնը դա կդիտարկի, երբ Հորմուզի նեղուցը լինի բաց եւ ազատ նավագնացության համար։ Իսկ մինչ այդ Թրամփը սպառնացել է շարունակել հարվածները։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հրադադարի խնդրանքի մասին Թրամփի պնդումը որակել է կեղծ եւ անհիմն։ Իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն իր վերահսկողության տակ է եւ չի բացվի Իրանի թշնամիների համար։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ ուղիղ հաղորդագրություններ է ստացել ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆից, կրկնելով, որ դրանք բանակցություններ չեն։ Իր հերթին նախագահ Թրամփը հայտարարել էր, որ 2-ից 3 շաբաթից Իրանի դեմ գործողությունը կավարտվի։ Իրանի հետ հաղորդագրությունների փոխանակման մասին էր հայտնել նաև ԱՄՆ պետքարտուղարը, նշելով, որ որևէ պահի հնարավոր է կողմերի միջև ուղիղ հանդիպում։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի անունից էլ հայտարարություն է տարածվել, ըստ որի երկիրը կշարունակի սատարել հակաիսրայելական ուժերին։ Թուրքիայի նախագահն էլ հայտարարել է, Մերձավոր Արևելքում այս անօրինական պատերազմի հիմնական պատասխանատվությունը կրում է Իսրայելի կառավարությունը։ Նրա խոսքով Թուրքիան մտադիր է խուսափել տարածաշրջանային հակամարտությունների մեջ ներքաշվելուց եւ աջակցում է ճգնաժամի խաղաղ կարգավորմանը։ Զուգահեռ տարածաշրջանում ռազմական գործողությունները շարունակվում են։ Իրանը հայտնել է Իսրայելին եւ Մերձավոր Արևելքում ամերիկյան թիրախներին հարվածներ հասցնելու մասին, ինչպես առանձին, այնպես էլ դիմադրության ուժերի հետ համատեղ։ Իսրայելը հայտնել է վիրավորների մասին։ Իրանական անօդաչուներ են խոցվել Արաբական Միացյալ Էմիրություններում, Կատարում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում։ Իսրայելն էլ շարունակում է հարվածները Լիբանանին Հեզբոլահի դեմ հակամարտության շրջանակում։ Բեյրութում կան զոհեր եւ վիրավորներ։ ԱՄՆ-ից հայտարարություններ են հնչել ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորության վերաբերյալ։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի դեմ հակամարտության ավարտից հետո Վաշինգտոնը ստիպված կլինի վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները եւ այդ դաշինքի արժեքն ԱՄՆ-ի համար։ Նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին Թելեգրաֆի հետ զրույցում ՆԱՏՕ-ն բնութագրել է որպես թղթևագրեր, հավելելով, որ լրջորեն դիտարկում է դաշինքին անդամակցության դադարեցումը։ Նա կրկին շեշտել է, դաշնակիցներն ԱՄՆ-ի կողքին չեն եղել Իրանի դեմ պատերազմում։ Հակադրվելով Թրամփի խոսքերին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է, որ ՆԱՏՕ-ն աշխարհում ամենաարդյունավետ ռազմական դաշինքն է, որը տասնամյակներ շարունակ անվտանգություն է ապահովել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել Լուգանսկի ամբողջ շրջանը։ Կիևն առայժմ չի մեկնաբանել տեղեկությունը։ Կրեմլի խոսնակն իր հերթին անդրադարձել է Ուկրաինայի նախագահի խոսքերին, որ Մոսկվան Կիևին 2 ամիս ժամանակ է տվել Դոնբասից դուրս գալու համար։ Դմիտրի Պեսկովի խոսքով այդ որոշումը Վոլոդիմիր Զելենսկին պետք է ընդունի արդեն այսօր, նույնիսկ դեռ 3 պետք է ընդունած լիներ։ Կողմերը հայտնել են փոխադարձ հարվածների մասին։ Ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են գրեթե 340 անօդաչու։ Զելենսկու խոսքով ռուսական հարվածների թիրախում եղել են քաղաքացիական օբյեկտները։ Ռուսաստանն էլ ուկրաինական 40-ից ավելի ԱԹՍ է խոցել։ Երկու կողմն էլ հայտնել են զոհերի եւ վիրավորների մասին։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչին Տոկիոյում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Կողմերի քննարկման օրակարգում են եղել պատերազմը Մերձավոր Արևելքում, անվտանգությունը, գործակցությունը տիեզերքի ոլորտում։ Մակրոնը բարձր է գնահատել Ֆրանսիայի պատմական հարաբերությունները Ճապոնիայի հետ։ Ղեկավարները հայտարարել են, որ միասին կաշխատեն Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը վերականգնելու ուղղությամբ։ Երրորդյա այցի շրջանակում Մակրոնը նաև հանդիպել է երկրի գործարար ոլորտի ղեկավարների հետ։ Նախատեսվում է նաև նրա հանդիպումը Ճապոնիայի կայսեր հետ։ Մակրոնին Տոկիո այցի ընթացքում ուղեկցում են պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները, որոնք իրենց պաշտոնակիցների հետ քննարկել են Մերձավոր Արևելքում հակամարտությունը եւ Հորմուզի նեղուցի փակումը, ինչպես նաեւ երկկողմ նախաձեռնությունները։ Երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում գործակցության համաձայնագրեր են ստորագրվել։ Ընդգծվել է սերտ հարաբերությունների պահպանման կարևորությունը։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։